Եղել են դեպքեր, երբ որ դերևս խորհրդային միության օրոք, ասենք թե 50-ական, 60-ական, 70-ական թվականներին պետությունը անհատույց, բնակարան է հատկացրել անձին, այսինքն օրդեր է տրամադրել բնակության եւ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով արդեն նորանկախ Հայաստանի պարագայում անձը չի դիմել եւ չի սեփականացրել իր բնակարանը, չի ստացել սեփականության վկայական, բայց շարունակում է տասնամյակներ այդ ընտանիքը այնտեղ բնակվել եւ անհրաժեշտություն է առաջանում արդեն սեփականաշնորհել կամ սեփականացնել այդ բնակարանը, որտեղ առանց այդ կարգավիճակի որևէ ձևով դա ոչ կարող է վաճառվել, ոչ կարող է նվիրվել, ոչ կարող է ժառանգվել։ Եվ մենք էլ մեր ընկերությունը Ատովյան իրավաբանական խորհրդատվական ընկերությունը այս վերջերս հանգուցալուծել է այդպես տարիներ տևող մի խնդիր համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ, երբ որ ուրեմն մեծ ջանքերի գնով դիմելով արխիվ հավաքագրելով բազմաթիվ փաստաթղթեր, այդ ընթացքում ընդ փողոցն է վերանվանվել, խորհրդային միությունում այլ անուն է եղել, նորանկախ Հայաստանում այլ անուն, նաև այդ որոշումն էր պետք, հա, այդ փողոցի վերանվանման եւ այլը, եւ այդ բոլոր փաստաթղթերը հավաքագրելու արդյունքում մեզ հաջողվեց ուրեմն Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հասնել նրան, որ Երևանի քաղաքապետարանը նվիրատվության պայմանագիր կնքեց տվյալ անձի հետ եւ դրա հիման վրա արդեն դա հաստատվեց նոտարական կարգով եւ այնուհետեւ նաեւ մեր աջակցությամբ կադաստրում սեփականության վկայական ստացավ անձը եւ ես վստահ եմ բազմաթիվ դեռ այդպիսի դեպքեր կան, ուղղակի ամենակարևորը որ կարողանալ պատշաճ կարգով բոլոր այդ փաստաթղթերը հավաքագրել եւ ցույց տալ փոխկապակցվածությունը տվյալ անձի կամ տվյալ ընտանիքի, տվյալ բնակարանի հետ, բայց ցավոք սրտի այս բնակավարում մենք հանդիպում ենք երբեմն որոշակի խոչընդոտների, երբ որ ոչ բոլոր փաստաթղթերն են ըստ էության առկա լինում, անձի մոտ ընդհանրենք անձը օրդերը կորցրած է լինում, ազգային արխիվում որոշ թղթեր կան, օրդերը չկա եւ այլը, եւ դա իհարկե որոշակի խնդիր է առաջացնում եւ նաեւ երբեմն լինում է, երբ որ ինչ որ անվան կամ ազգանվան մեջ մի տառասխալ է լինում, ենթադրենք անձի անձնագրում մի ձևով է գրված անուն ազգանունը, բայց նայում ես օրինակ այն խորհրդային միության երբեմն ժամանակ մեքենագրական եղանակով էին այդ արձանագրությունները, որոշումները կազմում, ասենք մի տառը մեկ այլ ձևով է գրված եւ արդեն այդտեղ նաեւ հարց է առաջանում նոտարական կարգով փորձել նաեւ իրավաբանական փաստ հաստատել, որ խոսքը գնում է միևնույն անձի մասին, որ արդեն նաեւ դա հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանն էլ կարողանա նվիրի տվյալ բնակարանը տվյալ անձին։ Այս պարագայում կարող են դիմել, հա, փաստաբանների, մեր ընկերությունն էլ ունի համապատասխան փորձառություն, որ այդ ամբողջ գործընթացը կապահովի, կհավաքագրի այդ փաստաթղթերը, կհամագործակցի Երևանի քաղաքապետարանի հետ, անհրաժեշտության դեպքում նաև նոտարի հետ, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի եւ անձը այն բնակարանի սեփականատերը դիտարկվի, որտեղ տարիների վեր տվյալ անձը իր ընտանիքի հետ կամ գուցե այդ անձն էլ մահացած լինի, ընդհանրենք իր երեխան, իր թոռը, որ կարողանան տվյալ պարագայում այս գործը, որ փսակվեց հաջողության, ոնց որ սկսեցինք տատիկից, տատիկը ընթացքում մահացավ, արդեն հետո դիմեցինք թոռան անունից եւ արդեն Երևանի քաղաքապետարանը նվիրատվությունը ձևակերպեց թոռան անունով, որը եւ ծնվել էր այդ բնակարանում։